Sen park Hüseyin Kuleri yapanacağım. Park asnası amar. Rasas mesele sankam jamanak dvet. İravromusunu yağavur besmen gang mekte havaksenk. Dujanlı para borun yekir paken Kuleri yapanacağım. Park İran. Merhale bariya. Merhale voğulmaza. Merhale kıtarada. Yüzümü pokrik gangarnem merhamenki amar. Այս վերջի օրերի համար որպես եկեղեցին Որպեսզի անցնում ենք միասին մի շրջան, մի ժամանակ, որը որ շատ չար է, ինչպես որ խոսքն ասում, այս իմաստը վերջ օրեր չար ժամանակ պետք է։ Իրոք մենք մի ընթացք ենք ապրում քուրե եղբայրներ, որ չգիտենք թե վաղ ինչ կլինի, չգիտենք ժամանակները փոխվում են, օրերը փոխվում են, վարքան առ վարքան։ Եվ այնպես է դարեմա, որ խաբար չես, այսօր կաս ու վաղը հանգարց չկաս։ Իսկ ինչպես է մեր կյանքը ընթանում հարազատներ ջան։ Ուզեմ այսօր զրուցացնեմ, մագի զրուցացնեմ։ Ուզեմ խոսել աղոթքի մասին։ Այսօր կարծես թե աղոթքը մեր մեջ շատ հանգած, շատ։ Օրինակ Հիսուս այսպես ասեց Մատթեոս ավետարան 26 գլուխ 40-41 խոսքը։ Եվ եկավ աշակերտներուն ուզանուն քնածած գտավ եւ սա Պետրոսի։ Այդպես մեկ ժամ ալ չկրսակ ինձ հետ արթուն գնալ։ Արթուն կեցեք եւ աղոթ կրեք, որպեսզի փորձան մեջ չմտնեք, հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Աղոթք քուրեր եղբայրներ։ Շատ զորավոր է աղոթքի կյանքը։ Շատ անհրաժեշտ է, որ հոգևոր կյանքի մեջ ունենաս աղոթք, աղոթքի կյանք ունենաս, աղոթքի սիրտ ունենաս, աղոթքի ծնգեր ունենաս, աղոթքի շուրթեր ունենաս, լինես աղոթող մարդ, աղոթող մարդ։ Հիսուս ասաց, որ չկարողացաք ինձ հետ մեկ ժամ մնաք եւ գեղեցիկ ասում։ Արթուն կեցեք եւ աղոթ կրեք, որպեսզի փորձան մեջ չմտնեք, հոգին հոժար է, բայց մարմինը տկար, որ փորձան մեջ չմտնեք։ Այնքան փորձներ կա, գիտեք, մեր օրվա կյանքի մեջ, այնքան դժվարություններ կա, բայց աղոթքի զորությամբ նրանք դադարում են, նրանք խափանվում են։ Աղոթքը շատ կարող զորություն ունի հոգևոր մարդու կյանքի մեջ քուրեր եղբայրներ։ Հիսուս ինքը որպես ինքն Աստված հայտնված մարմինով նա այդպես ասեց քուրեր եղբայրներ։ Աղոթ կարեք, աղոթ կարեք։ Ինչպես է մեր կյանքում աղոթքը քուրեր եղբայրներ, որերորդ տեղն է մեր աղոթքը։ Որքան մենք աղոթքի մարդ։ Եկրված այսպես Կողոսացի 4-ի 3-րդ խոսքում 4:3 Աղոթ կրեք, նայ մեզի համար, որպես ասո Աստված խոսքի դուր բանա, մեզի Քրիստի խորհուրդը խոսիլ, որ համար կապված ալեմ, աղոթ կրեք, բայց երկրորդ խոսքը այսպես ասում, շարունակ աղոթքի հետևել եղեք, անոր մեջ արթուն մնալով, գոհությամբ, շարունակ աղոթքի հետևել եղեք, քուրեր եղբայրներ, բայց կարծես թե աղոթքը շատերս մոտ չի ստացվում։ Հոգնում ենք, ձանձրանում ենք, հավես չունենք, ուֆ, դու հաստատ սարկետել ինչ ասեմ։ Ոչ քուրեր եղբայրներ, մենք դե աղոթքի մարդ լինենք աղոթքի մարդ, աղոթքով առնել Տիրոջից, հաղորդել Տիրոջը, առնելացու ձեռքերից, ունի մեջ զորություն աղոթքը քուրեր եղբայրներ։ Կյանք կա աղոթքի մեջ, հաղորդվել կա աղոթքով Տիրոջը քուրեր եղբայրներ, հաղորդվել կա։ Հիսուս ինքը մեր համար այդպես ուղղություն ցույց տվեց։ Արթուն կեցեք։ Աղոթը որ փորձա մեջ չմտնեք։ Գիտեք ինչքան ճշտամություն կա սատանայի կողմից դրտված, լցված չարությամբ մարդկանց միջոցով դեպ մեզ, բայց աղոթքը դադարացնում է խավարի գործը։ Աղոթքը քանդում է սատանայի բերդերը։ Նա կագոտներ նամարում աղոթքը քուրեր եղբայրներ, աղոթ կեցեք։ Շարունակ աղոթ եղեք։ Եմ այդպես ասում նաև Առաջի Պետրոս
5-րդ գլուխ ութ 9 խոսքեր Արթուն կեցեք հսկեցեք վաս ձեր հակառակորդը սատանան մռնչող արծդես կպտտվի ու կփնտրե թե ով կլե Արթուն կեցեք հսկեցեք Այսինքն ո՞րն է քարտու գնալ ավադացիալ Ինչ է հսկես Սատանան չարսավի քո վրա ով ոչ որ դու աղոթք անես նա չկանա հարցավի քո վրա Քո գործը աղոթքի մեջ կենալն է Իմ գործը աղոթքի մեջ կենալն է Արթուն կեցեք աղոթ կրեք հսկի տես դու աղոթքի մեջ ես նայ տես դու աղոթքի մարդ ես աղոթող ես որովհետև սատանան թնդմանը կուլտա ոնդեն կեցեք հավատքով հաստատված Դա է աղոթքի զորությունը քուրեր եղբաներ աղոթք մեր պապերը մեր տատերը ժամանակին այն դարը կոմունիստի ժամանակ քուրեր եղբաներ գիտեք ուր են փախել ուր չեն գնացել պաշտամունքին հիշում եմ մեր մոտ կար այդպես կոչվող բլնդար ռուսամեքիշի մեր ախմերը լցում ենք նա գրուզավիկ մեքենայի մեջ ու գնում ենք դաշտերը մի հատ խորհուրդ կար եթե ժողովուրդը ոչխան ամառը այդ շոքին մտնում են խորոչի մեջ որ արևեր ոչխանը չեն արածում իրենք դուս են գալիս քիստի ոչխանեն են մնում այդ խորոչում պաշտամունքի քուրեր եղբաներ մենք չենք նայ մեր ծնգետը քարիր վրա էր հողի վրա էր ինչ էր աղոթքը զորավոր էր աղոթի ժամանակ մենք տիրոջն ենք հանդիպում տիրոջն ենք վայելում քուրեր եղբաներ Եվ աղոթքը քանդում էր սատանայի գործերը, որքան մարդիկ են բժշկվում, հիվանդներ են բժշկվում, դիվահարներ են բժշկվում, քուրեր եղբաներ, աղոթքի զորություն կա, աղոթք ճեղքում է ամեն խավարը քուրեր եղբաներ, եւ Հիսուս մեզ այդպես ասեց, աղոթք արեք, արթուն կեցեք, հսկեցեք, որ դու լինես աղոթքի մեջ։ Նաեւ կարծում ենք Մարկոս Ավետարան, առաջի գլուխ Մարկոս առաջի գլուխ 35 խոսքը Հիսուս նամա վառ օրինակ է շատ վառ օրինակ 35 խոսքը Եվ առավոտյան շատ կանուխ ելելով դեռ չլուսացած ելավ ու գնաց անապատ տեղը եւ հոն աղոթք կներ Հիսուս ինքը որպես Աստված հայտնված մարմնով ինքն էլ կարիք ուներ գիտեք հորեր կապնվելու նա մի օրինակ է որպես մարդ վերցնենք մարդ անկյուն վերեկացավ առավոտյան չձանձրացավ գնաց եւ աղոթանու քուրեր եղբաներ եւ կան թե որ Քրիստոս մինչեւ գիշեր մինչեւ լույս աղոթներ արել քուրեր եղբաներ ջան աղոթք եւ աղոթքով հաղթում էր Ինքը իր օրենատես անցկացրել է քուրեր եղբաներ, այդպես է գրված Եբրայեցիս գրքում մենք կարդում ենք Հիսուսի անցկացրած տարիներն ու օրերը գրված այսպես Եբրայեցիս 7-րդ գլուխ Շատ ներողություն 5-րդ գլուխ 7-րդ խոսքը 5-7 Որ իր մարմնի օրերը սաստի գոչումով ու արցունքով Աղոթք եւ աղաչանք մատուց անոր, որը կարող էր զինք մավաներ ազատել, որ լսվեցավ իր բարեպաշտության պատճառով։ Իր մարմնի օրերը սաստի գոչումով, արցունքով, աղոթքով եւ աղաչանքով, աղաչանք մատուց անոր։ Իր մարմնի օրերը Քրիստոս որպես անց մարմնի մեջ մարդ իր օրենքն աղոթքով անցկացրել քուրեր եղբաներ։ Եվ չկա բան առանց օրեդ ինքը չաներ Եվ ասում էր առանց իմ հորես ոչինչ չեմ անում Ինչպես լսում եմ ես այնպես էլ փոխանցում եմ ձեզ Ես ու հայրը մեկ ենք Այո աղոթքը մեծացնում է մարդուն Աստծու հետ Աղոթքը մարդը լցվում է Աստծու ներկայությամբ իրակարող զորությամբ Քուրեր եղբաներ մեզ որքան անհրաժեշտ է մենք լինենք աղոթքի մարդ լինենք աղոթքի մարդ քուրեր եղբաներ ջան Եվ աղոթով շինլապեն դա մեր անձերը Այդպես մս ասում է Հուդայի թուղթը
Դիշիմի նայմերը անձա աղոտքով, դի հոճեճանգը շիմվի աղոտքով, և ասու խոսքով, ուրի ձև չի շիմվի, ներեղություն եմ խնդրում, զորությունով չի շիմվի, տեսնելով չի շիմվի, հրաշտով, դան սաղ պետք են, բայց միանը դի շիմվի աղոտքով և ասուձու խոսքով կուրեր եղբաներ, մեզ այդպես ասում, հուդա 20 խոսքը, բայց դուք սելներ, անձնի շնելով ձանա սուրբ հավատքի վրա, սուրբ հոգով աղոտք անելով, լսակ, ձանա սուրբ հավատքի վրա, սուրբ հավատքը դա ասու խոսքն է, ավերանի ճիշմարտությունն է, որ դի շիվվես ասու խոսքով, ճիշմարտության վրա, նաև սուրբ հոգու աղոտքին տեղ տալով կուրեր եղբաներ, որքան զորավոր է աղոտքի կյանքը, ինչ ուխտություն կա աղոտքի մեջ, սուրբ հոգու աղոտքի մեջ կուրեր եղբաներ, ինքը Աստված է քո մեջ բնակված սուրբ հոգին, հիշում եմ տարիներ առաջ, շատ առաջ, տիվիզից տուն է գալիս, ծառայությունից, ու լսեցեմ մեր ֆիլեգուրիկը դեվալ էր, ինքը եզդիր ազգությամբ, ասին ֆիլին մահացել է, չեգատուն հետ դարձագնաց հիվանդանոց, երեխաները ամուսինը փոքսում հավաքված, պես աղոտել են, լացելով աղոտել են, և մի աղջիկը տեսիկա տեսե, մա տեսա Հիսուսին, երեքի աղոտքը վեր բարձացել, Հիսուս ջան, մամայից կյանք տուր, ինչ կլնի, թո մամայից չմահանա, Հիսուս ջան, կյանք տուր, ու դեն ասլա, ետ դարձի քո զավանեն կանչում են քեզ, ես այնտեղ գնացել ֆիլեկուրիկը նստել էր, ու վգամար ինքը ոնց էր եկին գնացել, և ոնց էր Աստված հոգին, աղոտքի զորություն էր կուրեր եղբաներ, աղոտք, դեր Հիսուսի անով, ադեր սուրբ հոգիով, մեր մեջը բնակված է, ինքը Աստված է, նա մեր համար աղոտ կանում նաև սուրբ հոգին, այդպես գրված է, ձանձեր շինելով ձանա սուրբ հավատքի վրա, սուրբ հոգով աղոտք անլովը կուրեր եղբաներ, այդպես գրված է դոչ խոսքում, Ռոմայեցիս թուղթ, Ռոմայեցիս 8 գլուխ, 15 խոսք եմ ուզում կարտամ, քանզի դուք ծառայական հոգին չարակ կրկին վախնալու, հապա որտեղ ուզան հոգին առակ, վանու կկանչեք ապահայր, դու չես առասմա վախի ծառայական հոգին, առել ես որտեղ գրության հոգին, դու որտեղ ես, ժարանք ես, կմրյատ կնիքն է եկել, հասատություն է եկել, Աստված կմրջ եկել է, կուրեր եղբաներ, ու և ինչ է ասում, նույն ինքը հոգին, վգայցուն կուտա մեր հոգիներ, թե մենք Աստծո որդիներ ենք, եթե որդիներ ու մեր ժառանգներ, Աստծո ժառանգներ ու Քրիստոսի ժառանգակիցներ, որպես եթե իր չաչաներին կտրոտ ըլանք, իր փառքինալ հաղորդ ըլանք, սուրբ հոգին կուրեր եղբաներ, ժառանգության հոգին, նա աղոտել գիտի քեզ համար, նա վրա հասել գիտի ինձ քեզ համար, որքան կարող մենք լինենք աղոտքի մարդ, սուրբ հոգով լեցվող մարդ, սուրբ հոգում տեղ տվող մարդ, սուրբ հոգում հաղորդվող մարդ, կուրեր եղբաներ, մենք լավ չենք ճանաչում սուրբ հոգին, ով ամեն մեջ բնակվածը, մենք լավ չենք տեղ տալիս սուրբ հոգու աղոտքին, ինչ կարող է սուրբ հոգու աղոտքը, որքան անհրաժեշտ է, ու մենք լեցվենք սուրբ հոգով, գրված է այդպես 26-27 խոսքում գրված է այդպես նույն գլխում, նույնպես հոգին օգնության կհասնի մեր տգածներում, և դու տգանում ես սուրբ հոգին օգնությանը հասում քեզ, քանզի ինչ բանի համար աղոտելու ենք ըստ արանավույն չգիտենք, բայց ինքը հոգին, բարեխոս կլամեզի համար անբարբար հարաճակներով, և սրերը կնողը գիտե հոգին ինչ խուրել է, քանզի Աստծո կամքի համեմատ բարեխոսում կնե սուրբերի համար, այս սուրբ հոգու աղոտքը, շինվես հավատքի և սուրբ հոգու աղոտքի զորությամբ, նա է մենեսը կառուցողը աստվածային կյանք, նա է մենեսը սրբացնողը սուրբ հոգին, նա է օգնողը մեզ, նա է վկայություն անողը մեր հոգում, որ մենք Աստծո ժառանգներ ենք, քուրեր եղբաներ, մենք Աստծուն ենք պատկանում, լեցվել սուրբ հոգիով, տեղ տալ աղոտքի սուրբ հոգու քուրեր եղբաներ, և Եփեսացի թղթում գրված է այդպես, մենք շատ բան չենք հասկանում, քուրեր եղբաներ ջան, թե ինչպես աղոտենք, բայց ինքը սուրբ հոգին լավ գիտի, թե
ինչպես մեզ աղոթել տա, ինչպես մեզ լեցնի։ Եփեսացիս 5:18-ից։ Եվ մի գնոնակինեյով, որ մեջ անարագություն կա, հապա հոգով լեցվեցեք, և սաղմոսներով, ուղղություններով, և հոգով երկերով ձեր մեջ խոսատլով երկեցեք, և սաղմոսեք Տիրոջը ձեր սրտերի մեջ, ամեն ատեն, ամեն բան համար, գործուն տվեք Աստծուն ու Հորը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Աղոթք քուրեր եղբայրներ, լցվել Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգին անձնավորությունն է, նա տեսնել գիտի, նա լսնել գիտի, նա ազատել գիտի, նա մաքրել գիտի, նա քեզ իրեն հաղորդ անել գիտի։ Սուրբ Հոգին քուրեր եղբայրներ, աղոթք արի Սուրբ Հոգիով։ Եվ նույն Եփեսացիս 6:18 գրված այսպես, 6:18 ամեն աղոթքով ու խնդրվածքով ամեն ատեն աղոթք գրեք հոգիով ու այդ բանի վրա հսկեցեք կատարյալ հարատևությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերի համար եւ ասպարակալ ինձի համար է հսկեցեք որ Սուրբ Հոգով դու աղոթք անես բայց ցավոք այսօր մենք Սուրբ Հոգով մգված եկեղեցի ենք բայց չկա այդ կրակը Սուրբ Հոգու լեցնությունը Սուրբ Հոգու այդ աղոթքը Սուրբ Հոգու քեզ երկնքի այդ հաղորդ անողը Սուրբ Հոգին է քո մեջ աստվածային ձևավորողը Սուրբ Հոգին է իրեն այդ աղոթք անողը լեցնելով իրանովը քուրեր եղբայրներ Սուրբ Հոգիով ձեր շինեցեք քուրեր եղբայրներ ջան զորավոր է Սուրբ Հոգու աղոթքը շատ զորավոր է մի քուրիկ կոմունիստի ժամանակ այդպես հալածված ամուսնու կողմից ծեծված միշտ հավատքի համար ամուսնումա ոստիկան չգնաց կգա մի օր գյուլեմ քեզ ձեր ժողովարանում այդպես քուրիկին այա տալիս ու մի օր տունա գալիս ասում է եկար գնացիր կգամ վիզիտ կտրեմ ու գալիս է հավաքույթի քուրիկը եղբայր տեղակապամ եղբայր այսպես ամուսինս մաքուր ջան մենք աղոթենք համար դու գնատուն եկեղեցին աղոթմա քուրիկի համար Բեմատուր ձերքեր մեջ ու քույրիկը տուն է գալիս ամուսինը տենվա որ կնիկը տունը չի տապուրը սրում է որ ես քեզ չեմ ասի վիզիտ կտրեմ դու գիտես գնացել ես այդպես տղամարդ կնիկս դες գլուխը դիշ կբերեմ մա եկար ասպեկա մա ասած դարձ ասպարեցի դե ասմա դե գլուխը դիշեմին որ գլուխը դկտրեմ դու մա քույրիկը տապուրը սրե պատստմա փայլմա Անամարշան թող միալեն մնեմ աղոթք անեմ ու դուրս կամ Քույրիկը նորից աղոթք անում սենագում Տեր քեզ եմ հատնում ամուսնուս իմ հոգին քեզ եմ ավանդում Տեր իրեն մեղմի համարի միայն թե գտնի ապաշխարություն աղոթմա քույրիկը վստահ գալիս է սիրուն գարեպես պրագմաշեմի վրա ու ամուսնը վերցնում է տապուրով քույրիկի վիզը կդրի Խմիա մի ոդկա կդրում կսմենքոն վախ ոդկես վերջապես կարճ ասեմ Իվանանոս վիրահատություն ոդկը դերացնում են եւ ասում այս ամեն կիրակի որտեղ քույրիկը միանակ է գալիս պաշտամունքի հապակալասկայի վրա ամուսնն է բերում պաշտամունքի աղոթքի զորությունը քուրեր եղբայրներ ամեն սդեր է փոխում հնարքներ է փոխում հրամաններ է փոխում Լեհիշեք, իշքամ հրամաններ փոխվավ, փոխվան դամոսուն հրամանը, իստաժորդ ազալագրվեց, ծովը բացվեց, քուրեր եղբայրներ, այն hamanոր մուրդի համար պատրաստ է տվել, այն փայտը կանացրած, ինքը կախվեց փայտից, քուրեր եղբայրներ, աղոթքի զորությունը, ծոմ աղոթք, աղաչանք երկնքի Աստծուն Երկին դուրը թագլատ է նշանգում, թագել երկինքի դուրը, բախել երկինքի դուրը, երկինքի Աստված, լսիկո աղաչանու աղոթքը, քուրեր եղբայրներ, որքան անհրաժեշտ է մենք լինենք աղոթքի մարդ, լինենք Սուրբ Հոգու մարդ, լեցվող Սուրբ Հոգով, տեղ տալու Սուրբ Հոգուն մեր կյանքի մեջ, քուրեր եղբայրներ ջան, մենք սիրենք մնենք Գեթսեմանի, սիրենք մեր անհատական աղոթները, արտասում թափել Ողջ բանել,
Տեր լսի մեր ողբիզան Աստվածին։ Քուրեր եղբայրներ ջան, յոնա մենք սուրբ գրքում բոլոր սուրբերեն աղոթում են հաղթարել։ Դանլը աղոթքը հաղթարեց այն գուբի մեջ, արուստերի մեջ։ Եհով Աստվածը, դանլի պաշտած Աստվածը այնտեղ է քուրեր եղբայրներ ջան։ Աղոթքի զորությունը անդրաժեշտ է մեզ համար, որպես մենք աղոթքի մարդարազատներ ջան։ Եվ Հիսուս այսպես ասեց. Ղուկաս ավետարան 18 գլուխ առաջի խոսքը, 18 առաջին։ Անոնց առաման սավ այս բանին վրայով, թե պետք է ամեն ատեն աղոթքն ու չձանձրանալ։ Ու չձանձրանալ։ Ով է ձանձրան հեղինակը, քուրեր եղբայրներ, այն ոսողը, թշնամին, սատանան, հոգևոր մարդու կյանքից ուզում է անջատել տա աղոթքի կյանքը, անջատել տա սուբոկոլեցնությունը, անջատել տա հաղորդել երկինքի հետ։ Մեր աղոթքը երկինք կապողն է, մեր աղոթքը երկինքի զորությունը առնելն է, մեր աղոթքը այո պատասխան գալա երկինքից, քուրեր եղբայրներ ջան, աղոթել, աղոթքի մարդ լինես, ու չձանձրանաս, հոգնած կլինես, չգիտեմ որքան եւ որքան, մածունգը ծռի երկինքի Աստծո առաջ, մատ աղոթք աղաչան բարձր երկինք, մատ սուրբ հոգով աղոթք կարա, քուրեր եղբայրներ, ժամանակներ եղել, շատ ժամանակներ, որ եղբայրները բերտրում աղոթներ անսպահ է, 25 տարի բլիխ եղբան բերտ անստե, եղբայրներն 20 տարի, 15 տարի, 18 տարի, բայց աղոթքի կյանքը, սուբոգովեցնության կյանքը, իրենց առատապես լցրլա քուրեր եղբայրներ ջան, բայլը հավատարիմ տիրոջը, նրան հաղորդ աստվածային կյանքին, քուրեր եղբայրներ ջան, մեզ այս չար օրերի մեջ առավել մեզ պետք է լինենք մենք աղոթքի մարդիկ, աղոթող ժողովուրդ, քուրեր եղբայրներ, եւ ումենա մենք սուրբ գրքում ինչու մեր առաքյալների հաջողությունը, որ այդպեսի զորավոր են, միաբան են, սրբության մեջ են, ինչու մնաց գաղտնիքը, քուրեր եղբայրներ, եկված այսպես երկրորդ գլուխ գործք առաքելոց 42 խոսքը։ Եվ միշտ առաքյալներու վարդապետությանը ետևեին ու միաբանությանը եւ հաց կտրելու ու աղոթներու։ Զորավոր իրանց կյանքը։ Միաբան էին աղոթների մեջ։ Հարտակցում են իրար հետ, քուրեր եղբայրներ։ Իրանց միաբանությունը այո ցնցում էր, քուրեր եղբայրներ, եւ իրանց հետ գործակից էր։ Եվ նույն գլխում կարդում ենք 46-47 խոսքերը, եւ ամեն օր միաբանությամբ տաճար կերտալու հետևեին եւ տուներնին հաց կկտրեն ու կերակուրներ կուտեն ուրախությամբ եւ միաբանությամբ սրտի եւ զաստված կորտնեն ու բոլոր ժողովրդին արչեւ շնորհք կգտնեն եւ Տերը օր փրկվածեն կավեցնել եկեղեցին։ Մարդիկ աճում են հավատքով, աճում են աղոթով, քուրեր եղբայրներ, աճում են եւ Աստված իրանց հետ գործակից էր եւ շատ տեղեր կա գրված, որ որքան Աստված առաքյալ հետ գործակից էր, կենթանի գործակից էր, առաջնորդում էր, լցնում էր եւ բոլոր ճշտամիները խոնարհվում էին, ճիշտ է նեղություն են կրում, բայց տանց աղոթքը չէր դադարում։ Եվ որ կարծում են նույն գլխում են որ նրանք դույմեն առաքյալների դեմ, երբ որ այն կաղը քայլեց, երրորդ գլուխ գործք առաքյալոցի մեջ, չորրորդ գլխից կդի կարդամ, եւ կանչին առաքյալին թե ինչ անենք սրանց, պատվիրեցին որ սպառնացին, որ թե էլի տանով չքարոզեք։ Բայց Պետրոս ու Հովհաննես, չորրորդ գլուխ 19 խոսքը, եւ Պետրոս ու Հովհաննես պատասխան տվին անոնց ուսին, եթե Աստծո առջև ուղիղ է, որ Աստծո ավելի ձեզի մտիկ անե, դուք դա տեսեք, վասնզի մենք զայն որ տեսանք ու լսեցինք, չենք կրնա չխոսին, ինչ համարձակ էին, մենք չենք կարած որ չխոսանք, դուք նայեք լսենք ձեզ, թե Աստծուն լսենք, քուրեր եղբայրներ, իրանց հետ հավատն է լսել համարձակությամբ, լսել կարողությամբ, որ նրանք դուրս եկան եւ աղոթ կաղաչան գացին Տիրոջը կարդնենք 23 խոսքից, ես դի կարդամ
31 խոսքը։ Ու երբ անոնք աղոտ կրին, շարժվեցավ այն տեղը ու ժողված էին, եւ ամենը հոգով սրբով լեցվեցան, եւ Աստծո խոսքը համարձակ խոսեին։ Ինչ զորություն կար աղոթքի մեջ, ինչ իշխանություն կար քուրեր եղբաներ։ Եվ առաքյալ հետ Աստված կենթանի գործ անում քուրեր եղբաներ, կենթանի շնորհք կար իրանց վրա։ Հետո վեր շնորհքը Սուրբ Հոգու զորությունը, աղոթի կյանքին բարապելը, աղոթքի մեջ տակ արան այդ օրհնությունները քուրեր եղբաներ ջան։ Եվ դրանք այդպեսի համարձակ, անվախ հաղորդո երկինքետ դուք նայեք ասում ում պիտի լսենք ձեզ թե կենթանի Աստծուն մենք չենք աճ խոսենք ինչ համարձակ էին քուրեր եղբաներ ջան օգնի Աստված մեզ դե մեզ լսած կարողությամբ դե լսած իմաստությամբ այդ ծառայով այդ փապակով մենք կարողանանք Տիրոջ խոսքը մեր մեջ հավատքով այո ընդունենք եւ դառնանք աղոթքի մարդ Սուրբ Հոգու մարդ քուրեր եղբաներ լեցվող Սուրբ Հոգով լեցվող հավատքով այո, աղոթքի մեջ կա զորություն Տիրոջ, կա օրհնություն Տիրոջ, կա դատարը խավարի, սատանայի գործերը քանդվում է քուրեր եղբաներ, երբ ասում ենք չգիտող չենք նա գործերին, մենք քանդում ենք, որտեղ ուզում ասեն, մենք ապային ասոք իրանց մեջներ քանդում էր Սուրբ Հոգին խավարի գործերը քուրեր եղբաներ ջան, եկեղեցին զորավոր, աղոթքի մարդ եկեղեցին ժողովուրդը, լծվող Սուրբ Հոգով, միաբանության մեջ, այդ աղոթի վատը ծվում է սերը Սուրբ Հոգու մեր սրտի սփռվում, ինչպես ենք միաբանվենք, ինչպես աղոթքով, ծնապահությամբ, մեկտեղ հավաքվելով, Աստծո խոսքը մեր սրտում գալով եւ այդ կյանքին մենք հաղորդելով քուրեր եղբաներ ջան, Սուրբ Հոգին գիտի ինչպես է եկեղեցին պատրաստի նեղության ժամանակ գալիք օրերում քուրեր եղբաներ ջան մեզ պետք է լինենք այո աղոթքի մարդ աղոթքով լեցված մարդ Սուրբ Հոգով լեցված մարդ Սուրբ մարդ լեցված Սուրբ կյանքով քուրեր եղբաներ ջան մեր տանողը ինքը Սուրբ Հոգին է քուրեր եղբաներ մենք նայում ենք Միքիա մարգարեներ նեղության մեջ է Միքիա դժվարության մեջ է ընկել Միքիա 7 գրված այդպես Ո իմ թշնամիս վրաս մի խնդա, թեև ընկել եմ պիտի կանգնեմ, թեև խավարի մեջ եմ, Տերը ինձի լույս կդելա, այդ ինչ հավատ կար Միքիայի մեջ, այդ ինչ կյանք կար Միքիայի մեջ, քուրեր եղբաներ, այդ ինչ կյանքը կառուցե Սուրբ Հոգին, Աստված Միքիայի մեջ, այո նրանք աղոթքի մարդ են եղել, քուրեր եղբաներ, հավատքի մարդ են եղել, Սուրբ Հոգու մարդ են եղել, քուրեր եղբաներ ջան, Տերը մեզ զորացնի շատ չեմ ուզում Երկացեմ շատ բան կա խոսելու աղոթքը մի մեծ կյանքի թեմա է, մի մեծ կյանքի, դա հոգի կյանքի շնչառությունն է, աղոթք, Աստծո խոսք, աղոթք, Աստծո խոսք, դա հոգի կյանքի առանցքն է, հոգի կյանքի միակ առաջնորդության լույսն է, այն փարոսն է երկինք տանող մեզ, հարազատներ ջան, միաբանության լեցնողն է, մեկսի տանողն է մեզ Քուրեր եղբաներ ջան, օգնի Աստված մեզ, կանգնենք աղոթքի, խնդրենք Տեր Աստված, մեր մեջ այդ ծառայը դիր, մեր մեջ այդ փապակը դիր Տեր Աստված, մենք ենք այդ աղոթքի մարդը Տեր, մենք ունենք այդ սերը մեր Տեր, դեպի քեզ, քեզ հետ փնտրելու աղոթքի մեջ, մեր Աստված, աղոթ կանենք